Հեղաշրջման փորձ անունը կրող ծրագիրը ՔԿ-ի տարածած փաստաթղթում ժամկետանց է։ Եթե այդ հեղաշրջումը պետք է իրականացվեր 2024 թվականին, ինչու են հիմա կանխում այն, հարցնում է փաստաբան Արամ Օրբելյանը։ Շատ քաղաքացիներ մտահոգված են տարածված ձայնագրություններից։ Ինչու, ինչպես կարող էր հոգևորականը նման բռապաշար գործածել։ Ընդհանրապես այս գործին ամբողջությամբ լուրջ վերաբերվել չի կարելի իրավաբանական տեսակետից։ Լուրջ մեղադրանք է։ Երկու հոդվածն էլ ահաբեկչությունն էլ իշխանության յուրացումն էլ լուրջ հոդված է։ Բայց չի կարելի այդպիսի լուրջ հոդվածները այսպիսի գործընթացներով անլրջացնել։ Կալանավորվել է 1 տասնյակից ավելի քաղաքացի, որոնք աջակցել են Սրբազան պայքար անունը կրող շարժմանն ու առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Գործելավոճը ծանոթ ու հնացած է որակել ընդդիմադիր падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Դա ամեն ինչը պատական չի, հստակ ծրագրավորված, թիրախավորված կոնկրետ անձանց եւ ուժերի նկատմամբ գործողություններ են իրականացնում։ Սաղաթելյանը հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր ընդդիմադիր շարժումների դեմ կիրառվող քաղաքականությունը։ Դիմադրություն, հայրենիքի փրկություն անունները կրող շարժումների ժամանակ ևս ոստիկանները նախ փակում էին պետական բոլոր կառույցները, որին հաջորդում էր զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները։ Ինչու է նման քաղաքականություն որդեգրել Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի անցում կատարելու տոտալիտար կառավարմանը, որտեղ միայն այդ տարբերակով է հնարավոր նրա իշխանության վերարտադրությունը 2026 թվականի ընտրություններում։ Այսինքն այդ նպատակով նա պետք է դիմադրության բոլոր կենտրոնները երկրի ներսում վնասազերծի կամ լիկվիդացնի, ինչով ևս զբաղված է։ Փաշինյանը թիրախ է դարձնում նախկին թիմակիցներին, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին ու բոլոր այն կարող ուժերին, որոնց շուրջ կարող են հավաքվել քաղաքացիները։ Այդ շարքին է ավելացվել նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Փաշինյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, նշում է Սուրենյանցն ու հավելում, նա միայն վախի ու բռնության հետևանքով կարող է վերընտրվել։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։